Պարոն Սուրենյանց, ի վերջո մեջտեղ եկավ, առաջ կգաք, ի վերջո Ծառուկյանի հարցը, այսպես ասած, քաղաքական է, իսկ հանգուցալուծումը, ինչպես եք պատկերացնում այս իրավիճակում, հետընտրական է շրջան։ Էլի քաղաքական է, որովհետև քաղաքական հաշվի արդարի հետևանքները իրավական հանգուցալուծում չեն կարող ունենալ, այսինքն շատ պարզ է, որ այստեղ իրավունքի օրենքի մասին որևէ խոսք չկա։ Պետական բոլոր ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվի արդարի գործիք, մեկ մարդու քմահաճույքով մարդիկ են կալանավորվում, մարդիկ վարկանց մեղադրանքներ են առաջադրում, այս տիպի երկրներում բոլոր հանգուցալուծումները քաղաքական են, այսինքն եթե ռեպրեսիվ մեքենան լափում է մարդկանց եւ մարդկանց ազատությունները, ընդդիմության կամ հասարակության խնդիրը պիտի լինի ռեպրեսիվ այդ մեքենայի երախը կոտրելը։ Պարոն Սուրենյանց, Ծառուկյանի հետ կապված այս դեպքը տնտեսական վարկանիշի տեսանկյունից ոչ միայն քաղաքական, ինչ ազդեցություն կունենա միջազգային հարթակներում, թե տեսնում ենք, որ շատ կառույցներ միջազգային, որոնք մինչև 2018 բավականին ակտիվ էին, այս շրջանում պահպանում են լռություն, ամեն դեպքում արձանագրումներ անում են ինչ-որ ժամանակ օգտագործելու համար։ Ըստ ձեզ վարկանիշը ինչպես կփոխվի Հայաստանի այս դրվագներով Կարապետյանի, Ծառուկյանի եւ այլն։ Գիտեք, տեսեք, ես մի քանի օր առաջ կարդում էի Վրաստանի մասին, մեր տիպի երկիր, մեր հարևանը, էլի հետսովետական տրամաբանությամբ արաբական մի ընկերություն 6 միլիարդի ներդրումային ծրագիր էր իրականացնում Թբիլիսիում, կառուցապատման մեգանախագծեր եւ այլն։ Հայաստանում մի քանի 100 միլիոն են ներդրումային ծրագրեր, սա ծիծաղելի թիվ է, եթե չասեմ խոսում եմ ներդրումների իսպառ բացակայության մասին։ Եթե ոչ ամբողջ մեկ տարվա ընթացքում երկու համակարգաստեղծ ձեռնարկություն բանդիտական ձևով խլվում է, խոսքը հեցի մասին է եւ Արարատ ցեմենտի, ինչ ներդրումային միջավայրի մասին է խոսքը։ Հոխելագար չեն գան մի երկրում ներդրում անեն, որտեղ մի մոլագար որոշում է ամեն ինչ։ Իսկ հնարավոր է հենց այս համատեքստում տեղ են ազատում այլ ցանկալի ներդրումների համար, այսինքն ներդրումների բևեռն են փոխվում ռուսականից, օրինակ, ինչպես իրենք են պիտակավորում, այլ ներդրում չեն ապահովում, բայց ակնհայտորեն ներդրումների դաշտ չեն բացում, բայց ակնհայտորեն ձեր ասած ինչ-որ տրամաբանություն գոյություն ունի, կարծես թե տնտեսության կառուցվածքն են փոխեն կամ սեփականության վերաբաժանման միջոցով լոյալ սեփականատերերի համակարգ ստեղծել, մասնավորապես տեսեք, այն օրը ակամայից ինձ բռնեցի մի մտքի վրա, ազգային կապիտալի ներկայացուցիչներին փորձում են ունեզրկել, բայց Հայաստանում սկսում է մեծ ազդեցություն ձեռք բերել, մի մարդ, որը ծնվել է Ռուսաստանում, հիմա ապրում է Միացյալ Նահանգներում, Սոկոլովի մասին է խոսքս, որը Պաստորեն Վիվասելի խոշոր սեփականատեր էր, հետո իմացանք, որ Թեղուտի սեփականատեր է եւ սա ակնհայտորեն խոսում այն մասին, որ ինչ-որ տնտեսության կառուցվածք են փոխում, չեն բացառում անգամ աշխարհաքաղաքական հատկանիշները։ Հասկանալի է, շնորհակալություն։